Ամեն ինչ ինձ նյարդայնացնում է, ինչ որ ծուռ է դրված այս երկրում։ Ինձ ջղայնացնում է, որ պատմեցի արդեն քաղաքի մեր ճարտարապետական տեսքը, ինչ ուզում անում են քաղաքի ճարտարապետության հետ եւ պատմական հուշարձանների հետ։ Ինձ մի երկար խոսեցինք հայ երաժշտության եւ կրթության մասին։ Ես ամաչում եմ, որ ես ապրում եմ այս օրերին, շատ եմ ված զգում ինձ ամեն անգամ գիշերը քնելուց հազիվ որ ազատվում է ուղեղս, եթե հասցնում եմ անմիջապես չեմ քնում եւ հատկապես առավոտյան որ արթնանում եմ, ես առաջերտին մտածում եմ քաղբանտարկյալների մասին Ադրբեջանում։ Սկսած Ռուբեն Վարդանյանից մինչև շարքային մեր զինվորները, որոնց մասին տեղյակ էլ չենք։ Ես ամոթուց գետինն եմ մտնում, որ մենք մեր սրբազաններին դրել ենք աթոռին, դատապարտյալի եւ դատապարտում ենք եւ դեռ ես չունեմ վերջնական մի հիմք, որ ասեմ սրբազան ջան, անելու բան, հանցագործություն է արել։ Ես ճանաչում եմ երկու սրբազաններին էլ, շատ հարգում եմ իրենց մարդկային կերպարը,